Ես ուզում եմ ասել, որ խիստ դատապարտում եմ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը ձեր նկատմամբ, ձեր լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու իր քայլերի համար եւ նաեւ ուզում եմ արձանագրել, որ այո, չպիտի գոնե այս անգամ որևէ քայլ չարվի, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվի, որովհետև այսպիսի դեպքերը դարձել են այսպես շարունակական, մարդիկ սկսել են իրենց ճաշակով պատասխանել, որ լրագրողին, որ հարցին են ուզում պատասխանել, որ ինչ են ուզում պատասխանել, եւ այս մթնոլորտը իսկապես շատ մտահոգիչ է, որպես նախկին լրագրող եմ ասում, նախկին գլխավոր խմբագիր եւ մարդ, որ երկար տարիներ պայքարել է խոսքի ազատության համար եւ մինչեւ հիմա պայքարում է խոսքի ազատության համար։ Մենք ստացել ենք այն ազդակները եւ այն հնարավոր դիմումի մասին տեղեկությունները, որ դուք պատրաստվում եք ազգային ժողովի պատգամավորներից պահանջել խմբակցություններից, որպեսզի ձևավորվի էթիկայի հանձնաժողով։ Ուզում եմ ասել, որ մեր խմբակցությունը ընդառաջելու է, մենք համաձայն ենք որպես խմբակցություն սկսելու այդ գործընթացը, մեր գործընկերները հուսամ, որ եւս կստանանք նրանց դրական գնահատականը եւ համաձայնությունը եւ ի վերջո կոնկրետ դեպքի վերաբերյալ կձևավորվի ժամանակավոր էթիկայի հանձնաժողով, որը կտա եզրակացություն Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ։ Այն, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը բացարձակապես չի համընկնում падգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքով սահմանված նորմերին, դա միանշանակ է։ Անդրանիկ Քոչարյանը խախտել է լրագրողի մասնագիտական գործունեության ազատության իրավունքը։ Նա խտրական վերաբերմունք է դրսևորել լրագրողների նկատմամբ, ինչը սահմանադրական արգելք է, որովհետեւ խտրական վերաբերմունք չի կարելի կիրառել ոչ պայմանավորված սեռով, ոչ տարիքով, ոչ ազգությամբ, ոչ նաեւ մասնագիտությամբ։ Եվ ուզում եմ առավել հեռուն գնալ եւ արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը նաեւ սեքսիզմին բնորոշ դրսևորումներով է իր խոսքը համեմել, ինչը եւս խտրական վերաբերմունք է եւ խտրականությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ արգելված է։ Հետևաբար, падգամավորը պիտի կրի պատասխանատվություն։ Եվ եթե իշխող խմբակցությունը ուզում է այդ խարանից ազատվել եւ ուզում է իսկապես դրա պատասխանատվության տակ չմտնել, ուրեմն պարտավոր է ընդառաջել եւ էթիկայի հանձնաժողովի ձևավորման համար տալ համապատասխան քանակի падգամավորներ, որպեսզի ձևավորվի այդ հանձնաժողովը։ Հանձնաժողովը ես կարծում եմ, որ սկզբունքային հարց է, որպեսզի նախագահությունը իրականացնի ընդդիմությունը, որպեսզի իսկապես անաչառ որոշում կայացվի, այսպես չլինի, էլի որ եկան ընդդիմադիրները լսեցին, իսկ իշխանությունը ինչպես միշտ, ինչպես դահլիճում եք տեսնում, ցանկացած օրինագիծ իրենք ընդունում են, անցկացնում են, գնում են եւ այսօր թոշակառուներին մերժեցին, վաղը ուրիշ հարցեր եւ թվով իրենք ավելի շատ են, բայց պիտի կոնսենսուս ձևավորվի, եթե իրենք ուզում են իսկապես խնդիրը լուծել։ Եթե ուղղակի ձեզ հաճոյանալու համար պիտի ասեն, այո, կձևավորվի այդ էթիկայի հանձնաժողովը, բայց էթիկայի հանձնաժողովը չի հասնի նրան, որ ազգային ժողովը կայացնի որոշում, որ պետք է Անդրանիկ Քոչարյանի ձեռքից մանդատը վերցնել եւ զրկել իրեն մանդատից, ուրեմն այս ամեն ինչը անիմաստ է, ուրեմն ձեր պայքարը անիմաստ է։ Հետևաբար, դուք պիտի պայքարեք եւ դուք պիտի լինեք այնքան սկզբունքային, որ մինչեւ վերջ գնաք եւ մենք էլ խորհրդանի ներսում պայքարենք, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը падգամավորական մանդատից զրկվի, լրագրողի հետ անհարգալից խոսելու, լրագրողի հետ խուլիգանական վարքագիծ դրսևորելու համար։ Ընդ որում մենք կքննենք իհարկե մի դրվագը կոնկրետ ձեր դեպքով Ռիփսիմե ջան, բայց մենք հո տեսել ենք Անդրանիկ Քոչարյանի վարմունքը մյուս լրագրողների նկատմամբ եւ դա պիտի լինի ազդակ նաեւ այն մյուս բոլոր падգամավորների համար, ովքեր որ իրենք որոշում են, թե որ լրագրողի հարցերին կարելի է պատասխանել կամ որ հարցերին կարելի է պատասխանել, որին ոչ։ Սա քաղաքական մարմին է, այստեղ ընտրվել են падգամավորներ, ովքեր որ խոստում են տվել իրենց ընտրողներին լինել բաց, թափանցիկ եւ ամենակարևորը հաշվետու։ Ուր է ձեր հաշվետվողականությունը։ Դուք գալիս եք այստեղ թաքուն ինչ-որ բաներ եք խոսում, թաքուն ինչ-որ բաներ եք քննարկում, հետո փախնում եք, ոչ մի լրագրողի հարցին չեք պատասխանում, ուզում եք այդպես ձևավորել իմիջ, թե իբր դուք տենց շատ լուրջ գործ եք անում, падգամավորներ եք եկել եք գործի։ Ես որ կադրը նայում եմ, այսպես դուք անընդհատ մարդկանց հետևից վազում եք, դա նորմալ չի։ Դա նորմալ չի, որովհետև падգամավորը պիտի հարգի չորրորդ իշխանությանը։ Տիկին Թովմասյան, ՔՊԱ-ականները ասում են, որ առաջարկ է եղել մշտական հանձնաժողով ստեղծել էթիկայի, ընդդիմադիրներն են դեմ եղել։ Այդպես է թե չէ, ասում են հիմա ոնց հասկանանք, ինչի հենց այս դեպքով պիտի սկսենք ստեղծել, որովհետև եղել է, որ իշխանական ԶԼՄ-ների նկատմամբ է եղել ոչ բարեհաճ վերաբերմունք ու այդ դեպքերով չենք ստեղծել։ Նայեք, եթե ասում են ՔՊԱ-ականները, իրենք
ոչ մեկ իրենց չէր արգելել որևէ դեպքով ձևավորել էթիկայի հանձնաժողով։ Հիմա մենք կոնկրետ ունենք դիմում, կոնկրետ ունենք դեպք եւ ուզում ենք ընդառաջել այդ դեպքին։ Հիմա այո, ես համաձայն եմ, որ պետք է 161 լրագրողի ստորագրությունը պետք է հարգել եւ ձևավորել էթիկայի հանձնաժողով։ Եթե չեն արել օրինակ մինչ այս, երբ որ ազգային ժողովի նախագահ թքեց քաղաքացու վրա ու մնաց անպատիժ, այո, դա խնդրեմ է։ Եթե չի ձևավորվել մինչև հիմա էթիկայի հանձնաժողով, որպեսզի քններ իշխանական խմբակցության քարտուղարի վարքը, որ կտրում էր Էդգար Ղազարյանի տարբեր մարմնամասեր, այո, խնդրեմ է։ Եվ դրանց պետք է տրվեին գնահատականներ։ Չեն արվել, այս առիթով է արվում։ Ոչ մեկ չի բռնում իրենց ձեռքը, որ իրենք կարող են օրինակ Ալեն Սիմոնյանի թքելու գործը հիմա բերել եւ դարձնել էթիկայի հանձնաժողովի առանձին քննարկման առարկա, որովհետեւ օրենսդրությունը ասում է կոնկրետ հարցի վերաբերյալ ձևավորվում է ժամանակավոր հանձնաժողով եւ տալիս է կոնկրետ հարցի վերաբերյալ եզրակացություն։ Համամասնությունը պիտի լինի այնպես, ինչպես ներկայացված են ազգային ժողովում։ Էթիկայի, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը զրկվի մանդատից, անհրաժեշտ կլինի ազգային ժողովի որոշում։ Որոշումը ընդունվում է 54 մոտավորապես ձայներով։ Այսինքն 54 պատգամավոր պիտի քվեարկի համոզմունքով, որ լրագրողների հետ չի կարելի պահել խուլիգանի պես։